Նույն տեսակետ հիմա քննչական կոմիտեն Ռուսաստանի գործունեություն անում, նախաքննություն է բնականաբար վարում, ճիշտ է, սոցիալական ցանցերում, տեսանյութով այդ ամեն ինչը կապվում է ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սարգսյանի հետ։ Այդ հումք են փաստորեն հանել ապօրինի ձևով, որը հետո պիտի վերամշակվի արդեն որպես ադամանտ վաճառվի։ Հիմա եթե սա երկու տարբերակ, դիտենք պատահականությունների դաշտից։ Ռուսաստանի քննչական կոմիտեն տենց պատահական ձերբակալեց մարդկանց, հայտնաբերեց եւ կապը տեսան, որտեղ է տարվում։ Փաստորեն տեղեկատվություն է տարածվել, որ կապը Հայաստանի հետ է, մեկ։ Երկրորդ, կապը մի ձեռնարկության հետ է, որը փոխկապակցված է Խաչատուր Սարգսյանի հետ, երկուս։ Ես կարծում եմ, որ ձերբակալված անձինք բնականաբար ցուցմունքներ են տալու, այնպես չի, որ չեն տա, կտան եւ ամբողջ շղթան պարզ կլինի, յուրաքանչյուրի ներգրավվածությունը եւ ներգրավվածությամբ մեղավորության չափը, դա դատարանը կորոշի։ Եթե սա դիտում ենք որպես քննչական կոմիտեի օպերատիվ աշխատանքներ իրացնելուց մի գործի բացահայտում, իսկ եթե դիտենք այս ամեն ինչը քաղաքական տեսանկյունից, այստեղ կա տրամաբանություն եւ դա ուղղակիորեն կապված է ամենայն հավանականությամբ վերջին զարգացումների հետ, իսկ այդ վերջին զարգացումները Հայաստանում ներքաղաքականով այս կամ այն ձևով պտտվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ, իր հետ է կապվում, ինչու ուղղակի չէ, անուղղակի, առավելևս, որ տեղեկատվություն տարածվեց ռուսական աղբյուրներից, որ ՀՑ եւ պղնձամոլիբդենայինի որոշ բաժնետոմսեր բանակցություններ են վարվել Թուրքիայի համապատասխան կառույցների վաճառելու, այսինքն թուրքական կողմը հայտ է ներկայացել մասնավորապես ՀՑ գնելու, եւ դա ամիսներ առաջ է այդ ամեն ինչ եղել, նոր չի եղել։ Այստեղից հետևություն, որ ես չեմ բացառում, որ ամենայն հավանականությամբ սա փոխկապակցված են, այսինքն պատասխանն է ռուսական կողմի Փաշինյան Նիկոլի քաջնազարության, որով ինքը ուղղակիորեն հարվածի տակ է դնում Հայաստանում գործարար համբավ ունեցող անձանց եւ նրանց բիզնեսին։ Այսինքն ես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը ապօրինի, հանիրավի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելով 2 ամսով բանտարկելով, սա երևի թե ռուսական կողմի պատասխանն է։ Եթե այդպես լինի, կարծում եմ մոտ ժամանակներս կրկին բացահայտումներ է լինելու։ Եվ բացահայտումներ, որոնք այս կամ այն ձևով կապված են Փաշինյան Նիկոլի եւ իր շրջապատի հետ։ Չբացառենք, որ Խաչատուր Սարգսյանը ինքը համարվում է Փաշինյան Նիկոլի մտերիմ մարդկանցից մեկը։ Ավելի այդպես խորքային ձևով ձևակերպումներ չտանք, որտեղ նաև այլ կապեր էլ կան, բացի մտերմությունը, բայց արձանագրենք հետևյալ իրողությունը։ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներ, անձինք, որոնք Ռուսաստանում բիզնես են անում, եւ եթե այդ բիզնեսի մեջ որոշակի առումով ապօրինություններ կան, տեսականորեն, ապա Ռուսաստանի հատուկ ծառայություններն ու քննչական կոմիտեի ուղղակիորեն տեսադաշտում այդ ամեն ինչը հայտնվելու։ Իսկ տեսադաշտում հայտնելը նշանակում է քրեական գործերի հարուցում, եւ եթե պարզի, որ այս կամ այն ձևով ձերբակալված անձանց կողմից տրված ցուցմունքներում արդեն պտտվելու է Փաշինյան Նիկոլի շրջապատի մարդկանց անունը, սա Փաշինյան Նիկոլի համար մեղմ ասած ոչ լավ օրեր է սպասում։ Գիտեք ինչու, որովհետև այդ ձևով փաստացի ուղղակի թե անուղղակի իր դեմ արդեն կանգնելու են այն մարդիկ, ովքեր Հայաստանում բիզնես են անում, բարիք են ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, այո, եւ միայն այն, որ Փաշինյանը շոուով ուզում էր Սամվել Կարապետյանին ԱԱՑ հատուկ ստորաբաժանումներով ամսի 18-ին, հունիսի 18-ին տաներ, որտեղ դա իր քմահաճույքն է, որպեսզի իր քծնանքի դոզան Թուրքիա
մեկնելուց առաջ եւ Էրդողանի հանդիպելուց առաջ ցույց տա, որ ինքը Հայաստանում ոչ միայն տնօրինում է ամբողջովին իրավիճակին, տեր ու տնօրենն է, այլև որ ինքը կարող է ոտնձգություն անել Ռուսաստան Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ, մեծահարուստ, բարերար եւ բավականին լուրջ դրական իմաստով վարկանիշ ունեցող անձի նկատմամբ, այսինքն Փաշինյանը այդ ուժի ցուցադրությունը եկեղեցու դեմ արշավը փաթեթավորեց Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ, բայց սա ոչ միայն ըստ իս Փաշինյանի քթից է գալու, այլև այն մարդկանց, ովքեր օրնիբուն Հայաստանում աշխատում են, արժեք են ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են վճարում, կապեր ունեն լուրջ դրսում բարի համբավ, խոսքս դրանցից մեկը Խաչատուր Սուքեսյանը։ Հիմա Փաշինյանի այս քաջնազարությունը ես ուրիշ անուն չեմ կարող։ Ոչ միայն իր։ Ես կարծում եմ, որ օրինակ հիշում եք 18-19 թվականին առանց ակցիզայինի սիգարետներ էին այստեղից դուրս բերվում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա բավուր ասենք այսպես, աշճանաբար մեկ էլ պարզվի իրավական առումով տնտեսական գործունեության այն բոլոր ոլորտներն ու անձինք, որոնք այս կամ այն չափով օրենքը շրջանցելով են ինչ-որ բան արել։ Եվ Հայաստանում կարող է ստեղծվի մի վիճակ, որ Փաշինյանի ականջները մեղմ ասած ուզենան ձգել ոչ թե այլ երկրների որոշ կառույցներ, այլ կոնկրետ իր ամենամոտ շրջապատը։ Այդ թվում հիմնականում տնտեսական գործունեություն իրականացնող անձինք, որտեղ ակնհայտ է, չէ, որ եթե այս ձերբակալությունները Ռուսաստանում պատահական չեն, ընդունենք այսպես, հա, իսկ դա նշանակում է, որ սա սկիզբն է եւ հետո շարունակություններ է ունենալու։ Եվ մեղմ ասած, Փաշինյանին կարող է փորձեն խժռել իր ամենամոտ շրջապատը, որտեղ Փաշինյանի այս քաջնազարությունը իրականում դուրս է գալու այդ մարդկանց քթից։ Այսքանը։ Սպասենք զարգացումներին, ես կարծում եմ, որ պիտի որ զարգացումներ լինեն, այսինքն նաև այլ անձինք, այլ տնտեսվարող սուբյեկտներ եւ այդպես շարունակ, որոնք այս կամ այն ձևով փոխկապակցված են Փաշինյան Նիկոլի հետ։ Ես մի փոքր ավելի մանրամասն կուզեմ խոսենք Սամվել Կարապետյանի դրվագով, այդ ամեն ինչը իրենք ինչ շոու էին նախատեսում պարոն Նահապետյան, նաև քանի որ այն մարդկանց եք որ բազմիցս այս տաղավարից եւ բոլոր տաղավարներից Արմեն Աբազյանի հետ, այսպես ասենք, հա, հերրավար խոսել եք այդ անձի հետ, նաև նրա պաշտոնանկությանը արի չեք ունեցել դες այդ թեմայով խոսելով, խնդրեմ։ Իմ տվյալներով հունիս 18-ին Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու համար Փաշինյանը քաղաքական օրգազմ ստանալու համար պետք է շոու սարքեր։ Ոստիկանությունից առաջ Սամվել Կարապետյանի առանձնատունը հարակից փողոցներում գտնվել են ԱԱԾ-ի որոշ ստորաբաժանումներ, որոնք պետք է հրաման կատային Սամվել Կարապետյանին բերման ենթարկելը շոուով, ինչպես Փաշինյանը սիրում է մանկությունից սկսած վրեժխնդրությամբ լցված շատ-շատերի հանդեպ առավել ապօրինի նվաստացուցիչ կերպով մարդկանց բերման ենթարկել եւ դա վերաբերվում էր նաեւ Սամվել Կարապետյանին։ Իմ տվյալներով, այո, Արմեն Աբազյանի հրաժարական ուղղակիորեն կապված է դրա հետ։ Նախ ապօրինի ա եղել, հրամանը ընդամենը Փաշինյանի ցանկությունն ա եղել եւ այդ շոուին ես կարծում եմ Արմեն Աբազյանը ճիշտ է, ինքը 5 տարի ԱԱԾ-ի տնօրեն ա եղել եւ շատ բաներ գիտի, բայց երևի թե սա ես չեմ ուզում դա մեկնաբանել, իմ մեկնաբանելիքը չի, պահը գա իշխանափոխությունից հետո ամեն մեկը օրենքի առաջ, ոչ անձերի օրենքի առաջ իր կատարած հանցանքների կամ զանցանքների համար դի պատասխան տա։ Բայց ակնհայտ է, որ ենթադրում եմ Արմեն Աբազյանը հասկացել է մի պարզ ճշմարտություն, որ սա այն պատառը չի, որը հնարավոր կլինի կուլ տալ, եթե ինքը նման բան աներ, այսինքն ինքը հրաժարվել է եւ որ իր համար արժեցավ պաշտոն։ Եվ ահավասիկ հիմա մենք տեսնում ենք, չէ՞ որ Արմեն Աբազյանի որոշումը ճիշտ էր, ահավասիկ այն ինչ որ հիմա Խաչատուր Սուքասյանի անվան հետ պատտվում է, հիմա դա ապացուցողական հիմք չունի, բայց կարծում եմ, եթե
իր հետ փոխկապակցված կամ իր եւ իր շրջապատի կողմից ղեկավարվող եւ սեփականություն հանձնացող ադամանդների մշակման ձեռնարկությանը բերվող ուրեմն գողացված չմշակված ադամանդներ կամ ալմաստը, ապա սա ցույց է տալիս, որ Արմեն Աբազյանը ճիշտ ժամանակին ճիշտ որոշում ընդունեց, որովհետև սա այն պատառը չէր, որը հնարավոր կլիներ կուլ տալ։ Ավասիկ հիմա մենք տեսնում ենք շոուի, չէ, որ շոու պիտի աներ, ես ասեմ այսպես, էլի։ Ես այդ օրվա որոշակի ժամերին եղել եմ իմ ընկերները եւ լրատվամիջոցի ներկայացուցիչներ եւ խմբակցություններից падգամավոր կային շատ մեր երկրի քաղաքացիներից Երևանի բնակիչներ կային, ես էլ եմ եղել այդտեղ, նո մի քիչ ասենք մասնագիտական աչքով եմ նայել, ովքեր են այդտեղ, ինչ մեքենաներ, ինչ մարդիկ, հա, ասենք այդ շոքին դռները փակ, պատուանները փակ, մուգ հապակիններով եւ այդպես շարունակ։ Ես կարծում եմ, այո, Արմեն Աբազյանը ուղղակիորեն հրաժարվել է այս այլանդակությունները անել եւ կարծում եմ ճիշտ որոշում է կայացրել։ Եվ պատական չի, հիմա ուշադրություն դարձեք ուժային կառույցների ղեկավարները ովքեր են։ Ճիշտ գնահատական է տրվում սոցիալական ցանցերում, ես համակարծիք եմ, ուսապարկ։ Այսինքն այդտեղ մարդ չկա, ընդհանրապես մի հատ ստորագրություն պիտի դրվի այդ անձանց կողմից, որ ապօրինություն արվի։ Դա վերաբերվում է եւ Հանրապետության դատախազի պարտականությունը կատարող անձին եւ ներքին գործերի նախարարին եւ նրա տեղակալներին, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, հիմա էլ ԱԱՑ-ը մի այսպես հրաշամանուկ էլ նշանակել են ԱԱՑ-ի տնօրեն, պաշտոնակատար Արմեն Աբազյանի տեղ։ Կարծում եմ այդ մարդիկ ընդամենը անվերապահ լուռ ու մունջ առանց խորանալու հրաման կատարող են։ Արմեն Աբազյանը չէ, այսինքն ինքը հասկանում էր որտեղ կարող է ապօրինություններ անել, ենթադրենք, օրինակ այդ ապօրինությունների պահով իմ հետ կապված մի դրվագ կա, 6 ամիս ԱԱՑ-ն ուսումնասիրում էր Տաուշի մարզից Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներին տրված սեփականության իրավունքով վկայականների կեղծ կամ իրական լինելը 6 ամիս, ոչ ավել, ոչ պակաս։ Ես այս տաղավարից պարբերաբար Արմեն Աբազյանին հիշում եմ այդ առումով։ Ասենք ապօրինություն է, չէ, խելա անում, խելամիտ ժամկետներ չի։ Դա իր համար առնվազն կես ժամվա գործ էր։ Եվ 6 ամիս պահեց, ինչու, որտեվ այդ քրեական գործով Փաշինյան Նիկոլը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ։ Իդեպ այդ գործը փոխանցվել է դատախազությունը իր դրական եզրակացությունը տվել է եւ քրեական վարույթ է ընդունվել հակակոռուպցիոն կոմիտեում, այսինքն դատախազությունը փոխանցել է հակակոռուպցիոն կոմիտե։ Հիմա նույն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ բերանը ջուր առել, աչքերը դրել է մուգ ակնոցներ եւ չի տեսնում եւ ընթաց չի տալիս։ Յուրաքանչյուր նորից եմ ասում, ցանկացած իշխանապողությունից հետո ամենավտանգավոր բանը եթե այդ իշխանության վերարտադրությունը չի, այլ ընդդիմությունն է գալիս, ըստ իս ամենավտանգավորը, որ հասկացություններով մարդկանց նկատմամբ քրեական գործեր չհարուցեն, անձնական սուբյեկտիվ ընկալումներով, միայն օրենքի շրջանակներում, յուրաքանչյուրը այլը զանցանքի համար պատասխան կտա, այլը հանցանքի համար պիտի պատասխան տա, բայց ոչ նոր իշխանությունների սուբյեկտիվ ընկալումներով, թե յուրաքանչյուրին ինչ չափով պատժեն։ Ես դրա կողմնակից եմ, որտեղ վերջին հաշվով պետությունը, պետականությունը, նաև օրենքի գերակայությունը դրանով է պայմանավորված։ Այսքանը Արմեն Աբազյանի։ Ինչ կոմպրոմիսի գնա։ Օրինակ հետաքրքիր Սամվել Կարապետյանը իր կապիտալը չի դիզել Հայաստանի Հանրապետությունում։ 1, երկրորդ, կախվածություն չունի այս մարդկանցից։ Ըստ մարդիկ Սամվել Կարապետյանի վրա, այսպես ասենք, կոմպրոմատային ոչ մի դաշտ չունեն։ 2. Սամվել Կարապետյանը ստացել է պետական բարձրագույն պարգևեր Ռուսաստանի Դաշնությունում, մեր առաքելական եկեղեցու կողմից եւս։ Այսինքն ինչ պիտի ճնշեն Սամվել Կարապետյանին, որ ինչի գործարքի գնա։ Ավելին ասեմ, Սամվել Կարապետյանը անկախ իր կամքից հիմա փաստացի
ընդունենք թե չընդունենք, մարդկանց ընկալումներում հավաքական առումով դարձել է այսպես ասենք, հա, ոչ նախկինների հետ առանձնապես տես փոխկապակցված, ոչ ներկաների ընդդիմության խորհրդանիշ։ Ինքը որոշակի առումով քաղաքական դաշտ չմտնելով ինքը վարկանիշ է ստանում, աշճանաբար, բայց հաստատուն կերպով։ Եվ Սամվել Կարապետյանը սրանց գործարքի հետ ինչ գործարքի գնա։ Ասենք ինչ պիտի առաջ, ասենք ազատություն առաջարկեն, դուք ուշադրություն դարձեք Սամվել Կարապետյանի ուրեմն պաշտպանության նախաձեռնող խումբը ստեղծվել։ 3 մասով հայտարարություն է տարածվել։ Մյուս այդտեղից որևիցե ձեւ չերեմ, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է ենթադրենք ինչ որ գործարքի գնալ։ Էն էլ ում հետ Փաշինյանը ով, Սամվել Կարապետյանը ով։ Այդ ոնց որ վիրավոր եք, այդ երկու ազգանուն իրար կողք որ արտասանում եք, ոնց որ Սամվել Կարապետյանին վիրավոր ենք։ Փաշինյանը ով է։ Մի հարբեցող խեղ կատակ, գործակալ, նախկինում ընկերների վրա գործ տվող, քծնող, նենք, վախկոտ, էլ ինչ որակումներ տամ, պոռոտախոս, բերանը աղբանոց դարձրոց, ինքը պոռնկության մեջ թաղված, ինքը եւ իր զուգընկերը։ Եվ հիմա ասենք մեկ էլ մյուս կողմից փորձում ենք բան։ Եվ Սամվել Կարապետյանը տիկնա գործարք։ Ես կարծում Սամվել Կարապետյանը կարող է Փաշինյանի վերջին օրերի կարապի երգը դառնա, իդեպ ասեմ ցես, որտեվ ես մարդկանց հետ հանդիպում եմ, ուշադրի նայում ենք, սոցիալական ցանցերը որոշակի մասնագիտական առումով մոնիտորինգ անում ենք, այսօր Սամվել Կարապետյանը 2 ամսով խափանման միջոցը փոխած գտնում անազատության մեջ այդ մարդու վարկանիշը անկախ իր կամքից բարձրանում է։ Ավելին ասեմ, ինքը ես չեմ բացառում, որ իսկապես դառնա ընդդիմության խորհրդանիշը միավորող։ Եթե դրան էլ գումարենք, որ նաև եկեղեցու կեցվածքը ինչպիսին է, հա։ Փաշինյանը, ասենք, մանր-մուներ խորամանկությունների մեծ վարպետ է։ Բայց ես նորից եմ ասում, այս պատառը իր կոկորդով չի գնում, ավասիկ այդ Խաչատուր Սուքասյանի հետ կապվածը, սա լավագույն ապացույցն է։ Նիկոլը ճողոպրելու է, կարող եմ ենթադրել, ոչ այդքան ժողովրդի արդարացի ընդվզումից, հա, կեցվածքից, ոչ էլ այլ երկրների կողմից որոշակի ճնշումներից։ Ինքը ճողոպրելու է իր շրջապատի ճնշումից։ Հիմա այս մարդը, այս հարբեցող ծաղրացուն, այլ արարքներ, որտեղ Հայաստանում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, որը Ռուսաստանի հետ այս կամ այն ձևով կապերի մեջ է, այդ մարդկանց եւ իրենց գործունեությունը, իրենց բիզնեսը հարվածի տակ է դնում։ Ահավասիկ հիմա դրա լավագույն ապացույցը կոնկրետ Խաչատուր Սուքասյանի հետ կապված։ Այսինքն էսի մտածումն է, որ պետությունները այն էլ գերհզոր պետություններ, որտեղ աշխարհում իրականում կարգ է փոխվում։ Հիմա մի շատ կարևոր իրադարձություն ա եղել, մեր ներքաղաքական անցուդարձը որոշակի առումով ստվերեց Սանկտ Պետերբուրգում տնտեսական ֆորում ա եղել։ Ես այդ ֆորումի մասին մի երկու բան կասեմ, շատ կարևոր է, որովհետև իրականում աշխարհի կառավարման կարգ է փոխվում։ Եվ այդ կառավարման կարգը փոխող երկու պետություններից մեկը Ռուսաստանն է, մյուսը Չինաստանն է։ Եվ պատկերացեք Ռուսաստանի քաշային կարգը աշխարհում եւ մեկ էլ այս հարբեցող ծաղրացուի մուտիտներն ու կրուտիտները։ Հասկանում եք, էսի մրջունի նման բան է, այդ մեծ քաղաքական անցուդարձի մեջ ուղղակի իր վրայով անցնում են, չեն զգում, որ անցել են։ Եվ հիմա այն ինչ որ ինքը անում է, եթե ես կարծում եմ, որ Ռուսաստանն այնուամենայնիվ պաշտպանելու տարբեր ձևեր կան, էլի ամեն ինչ չի որ հայտարարություն անում են, հայտարարություններ արել են Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, իզորակցություն Սամվել Կարապետյանի, արել են նաև այլ երկրների մտավորականներ, մարդիկ, ովքեր այդ մարդու հետ շոֆել են եւ այլն եւ այլն։ Բայց պետական համակարգին է այս մարդը ձեռնոց նետել։ Որտեւ ցանկացած մեծահարուստ մարդ այս կամ այն ձևով համարվում է այդ պետության արժեքը, որտեղ իր հարստությունը պետության տնտեսական քաղաքականության ատրիբուտ է։ Այսինքն Սամվել Կարապետյանը արժեք է նաև Ռուսաստանի համար իր ունեցվածքով։ Այնպես որ Փաշինյանին կարող է իր շրջապատը վերջում խժռի։ Այն շրջապատը, որի գլխին հիմա այս հարբեցող ծաղրացում փորձանքներ է բերում։ Ահավասիկ մենք արդեն ահազանգը ստացանք, չէ՞, չուշացավ ոնց որ թե։ Օրինակ մեկը Խաչատուր Սուքասյանն։ Մեկը Խաչատուր Սուքասյանն է։
Եվ ճիշտ էլ կանի սկզբունքորեն։ Ես գիտեք, մի անգամ ստեղ տաղավարում խոսք եղել է, ես մարդ, որը, ասենք, իր ունակությունների, կարողությունների շրջանակում փորձում է ստեղծել արժեք, բարիք, աշխատատեղ, իհարկե որոշակի գրված ու չգրված խաղի կանոններով աշխատում, եւ դա վայրի կապիտալիզմի ընդունված, բայց օրենքով չհամարագրված իրողություն է։ Հիմա ինքը այդ խաղի կանոններով է խաղում կամ աշխատում։ Եվ տեղեկություն գնաց, որ ասենք Հայաստանի հետ է եւ Քաջանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի բաժնե տոմսերի մի մասը տրված էր կառավարությանը, հիմա փորձ արվում վաճառել ռուսներին։ Իմ համար միանշանակ է, որ այդ գործի, եթե դա իրոք այդպես է, իսկ դա բավականին լուրջ աղբյուրներով եւ մասնագետներ են բարձրաձայնել, այդ նշանակում է, որ նախաձեռնությունը Փաշինյան Նիկոլինը, այսինքն դա քաղաքական որոշման հետևանք է, թե Թուրքիային ինչեր պիտի տրվի, քաղաքական որոշման, դա տնտեսական որոշում չի, քաղաքական որոշումը Հայաստանից օտարել ամեն ինչ տալ Թուրքիային, որովհետև որոշում հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունը այնքանով, որքանով ինչքանով տարածքով պիտի մնա, դա պիտի լինի բացարձակ առումով Թուրքիայի գերիշխանության ներքո տարածք։ Ես գիտեք ոնց, երկու փորձառու անձինք, որոնք մի պարզամիտի կամ իրանց ընկալելի լեզվով ասեմ, մի լոխի գցել են մեջտեղը, ասում են գիտես ինչ, այն քո պապան որ կա, որ քեզ տիրություն անում, դա այդքան էլ լավ պապա չի, քո մամային մեկ կարանք տիրություն անենք։ Արի դու մեր հետ մտերմություն արա, ինչ ունես չունես այդ պապայի ունեցած չունեցած վեշ, բան, հավաքի, տնից դուրս դիր, մենք գանք քո տան մեջ տիրություն անենք։ Հիմա սա ըստ իր կարճամիտ քաղաքական վերլուծությունների մտածում է, ռուսներին ստեղից դուրս դնի, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծի, 102 բազան դնի, Թուրքիան դառնա Հայաստանի ասող պետություն։ Մենք էլ միտքս ավարտեմ, մենք էլ խաշմերուկ, առոք, փառոք, այստեղ հաց, այստեղ կաց, կայֆեր, կայծեր, կոկայինով, հերոինով, պլանով, արաղով, մարաղով, բորդելներով կապրենք էլի, այս սրանց կյանքի իմաստը է։ Բայց այդ երկու փորձառու մարդիկ, մեկը որ ամեն ինչ անում է, որ Ռուսաստանն այստեղից դուրս դրվի, հետո երբ որ դուրս է դրվում, հաջորդ քայլը գիտեք որն է լինում։ Նույն Էրդողանը զանգում է Ալիևին, ասում է հիմա դու ստացիային ինչ որ դու պիտի ստանաս։ Ես չեմ կարող Հայաստանից տարածք վերցնեմ, հիմնավոր պատճառներ չկան։ Փոխարենը դու կարող ես վերցնել։ Օրինակ 300,000 փախստական ես ասե, որը կեղծիք է։ 85 թվի մարտահամարով ստեղ եղել է 120,000 ադրբեջանցի։ Հիմա Ալիևը ասում է 300,000, իր ժառանգներով ասելու է 1.5 միլիոն։ Այդպես 1.5 միլիոն մարդ որ պիտի գա, Հայաստանի կես տարածքը պիտի տրվի։ 1.5 տարածքը որ տրվեց, այսինքն Հայաստանը քչանում է, չէ, այսպես ասենք, դառնում է երկու ազգերի էթնիկ խմբերի միավորված հանրապետություն։ Այսինքն Էրդողանը առավելագույն Հայաստանին տնտեսապես, հա, իր գործակալական ցանցով, իր շահերը սպասարկող ֆրակցիաներով ազգային ժողովում այդ վերցնում է, հետո Ալիևին զանգում ասում է, լոխից ես ամեն ինչ վերցի, հիմա քո հերթն է վերցնելու։ Հետո Ալիևը կանչում ասում է, դավայ, ասում է, ես 1 միլիոն մարդու տարածք ես տալիս անվտանգությունով բանով, աշխատանքով եւ այդպես շարունակ։ Հետո սալ գիտեք ինչ է անելու։ Եթե հասցնի ճողոպրել, դրսից մի հատ հեռագիր է ուղարկում Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին։ Ասում է, հայ ժողովուրդ, դուք ճիշտ եք, ես սխալ, բայց դա ստացվեց։ Սա է, ես ասում եմ, վերջը, այն գործողությունները, որ սա պատրաստում է, սրա վերջը սա է։ Այսինքն որ Թուրքիայի գնացել, նաև այդ հարցերը լուծել։ Վստահաբար այնտեղ փաստաթուղթել է ստորագրվել։ Ավելին ասեմ, սա կարողացել է համոզել, ու ոչ միայն սա ենթադրում եմ, որտեվ Էրդողանը սրա համոզելուն չէր մնացել։ Արհամարակա վիճակը գիտեք ոնց էր։ Ասենք հյուրա, Թուրքիան այնուամենայնիվ արևելքի պետություն է։ Արևելյան հյուրընկալություն կա։ Եթե անգամ քո հյուրը քո ստատուսով, քեզանից ստատուսով ցածր է, հյուրընկալության կարգը չես խախտում։ Բայց եթե
կանչում ես մեկին, որը քո ստրուկն է, ինքը հյուր չի։ Ստրուկն ու հյուրը տարբեր բաներ են։ Ստրուկին դու չես նայում հյուրի կարգավիճակով։ Էրդողանն ու Փաշինյանը երբ նստել էին, նկարվում են եւ այլն, այդ սեղանին անգամ մի բաժակ ջուր էլ դրած չէր։ Գիտեք, չէ՞, ասեն աշխատասենյակում են ընդունել, ոչ էլ այդ բանը համանախապես։ Հիմա սա ինչ է նշանակում, այո, ճիշտ եք։ Սա նշանակում է, որ Էրդողանը Փաշինյանին եւ բնականաբար Հայաստանը նայում է որպես իր սեփականություն։ Հո քաշային կարգով տարբեր, բայց ստատուսով հո նույն մարդու չի ընդունել, ասենք երկրի վարչապետի ինքը ընդունել է մի հատ ՉՄՕ-ի, որից առավելագույն ստանալու է, հետո պասա տալու Ադրբեջանին, ասել է Ադրբեջանի Ալիևին, ասել է մնացածը, այն ինչ որ ես չեմ կարա իրավական առումով, ասենք ռուսների մոտ հիմնավոր եմ, որ ստացել եմ, իրավական առումով դու հիմնավորի, 1 միլիոն փախստականների վերադարձ Հայաստանի կեսը տալիս ես Ադրբեջանին, սենց ալնելու։ Հետո ես էլ ճողոպրելու է վերջում մի հատ հեռագիր, ոնց որ Արմեն Սարգսյանը արաբական երկրներից մեկից ճողոպրեց Լոնդոն, հա։ Տղեն ասել էր հարսի կարգավիճակով պապա բաժանվում է, արի մի հատ օգնի, որ ամուսինս բան չանի, էլի, չբաժանվի։ Արմեն Սարգսյանը երևի դրա համար շուտ գնաց Լոնդոն։ Հիմա սա էլ թռնելու է, վստահաբար եմ ասում, եւ գրելու է։ Հայ ժողովուրդը ճիշտ էր, ես սխալ եմ, բայց հայ ժողովրդից եւ Հայաստանից հտարն էլ կարող է չմնա։ Հետաբար մենք այս ոչ թե վատթարագույն տարբերակ եմ ասում, ես ասում խիստ իրատեսական տարբերակ։ Առավել եւս ես օրինակ բերեցի Սանտ Պետերբուրգում լրջագույն հավաք էր BRICS-ի անդամ մի քանի հիմնադիր երկրների, որոնք ձայնի իրավունք ունեն որոշումների կայացման ժամանակ, այսինքն գործընկերներ չեն, դրանց ներկայացուցիչներ, կոնկրետ երկրի ղեկավար Ինդոնեզիան էր, ամենամեծ իսլամ դավանող երկրի ղեկավարն էր։ Եվ եթե ոմանք չեն լսել, ես խորհուրդ կտամ եւ Ինդոնեզիայի նախագահի ելույթը եւ Ռուսաստանի Դաշնության ելույթը եւ Ռուսաստանի նախագահի խորհրդականի ամփոփիչ ելույթը շատ կարևոր շեշտադրում էր։ Մենք հասկանանք այսօր աշխարհը ուրա գնում։ Իսկ աշխարհը հետևյալ մոդելի մեջ արդեն դա դե ֆակտո իրողություն է, դե յուրե գործընթաց է եւ Իրանի դեպքերից հետո աշխարհը թևակողելու է նոր կառավարման մոդելի մեջ։ Ուրեմն աշխարհը մինչև Տրամպի իշխանության գալը կոչվում էր մոնդիալ աշխարհ, այսինքն համաշխարհային կառավարություն եւ համաշխարհային կառավարիչ։ Ըստ հрьяաների իրենք մտածում են, որ դա փրկիչն է, այն ինչ որ հիմա տեղի է ունենում Իրան-Իսրայել պատերազմը իրականում Իսրայելի հոգևոր աշխարհիկ եւ ռազմական ղեկավարների ընկալումներով են ինչ որ իրանք անում են, իրանք պատրաստում են այդ ըստ իրանց Մաշախի փրկչի գալուստը, որի համար վերացնում են խոչընդոտները, իսկ թիվ 1 խոչընդոտը իրականում Իրանը չէր, խոչընդոտը Ալաքսա մզկիթն է, որտեղ այդ փրկիչը պետք է գա Սողոմոնի տաճարում նստի, իսկ այդ տաճարի տեղը մզկիթ է կառուցած, այդ մզկիթը ոչնչացնելու համար 5 միլիոն պաղեստինցի, իր բնակչության կեսը պաղեստինցիներ են, դուրս պիտի դնի, բայց այդ մարդկանց դեմ պատերազմ պիտի անի, ուժով դնի։ Վարունգը հակառակաճեց, այդ պաղեստինցիները ապրում են, մեռնում են, կռվում են, իրանց հողի համար դուրս չեն գալիս։ Անգամ ԱՄՆ-ի նախագահի խնդրանքն ու հորդորը, որ Եգիպտոսում եւ Հորդանանում ձեզ տարածքներ կտամ, գնացեք վայելեք եւ այլն, անգամ դա չանցավ։ Ուրեմն հիմա, քանի որ դա չանցավ, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Տրամպի հետ միասին որոշել են, որ փորձում են իրականում 3 ձեռք կար բազուկ, որը Իրանի ձեռքերն էին, պրոքսիները, դա Համասն էր, Հեզբոլլահը եւ հուսիտները։ Այս 3-ի դեմ էլ Իսրայելը պատերազմեց եւ չի հաղթել, այսինքն այն խնդիրը, որ իրանց առաջ դրած էր, ինքը չի կատարել։ Հիմա որոշել է այդ մարմնի գլուխը ոչնչացնել, այսինքն Իրանին հարվածել։ Այստեղ էլ է եւ Իսրայելի, ձեզ վստահաբար եմ ասում, եւ Միացյալ Նահանգների ատամները փշրվելու է։ Իհարկե, այս ամեն պատմությունից հետո, եթե երկիր մոլորակը մտավ միջուկային պատերազմի մեջ, այդ Իսրայելն է միջուկային հարված հասցնելու, բայց ինքը եւս Իսրայել պետությունը իր 10 միլիոն, 11 միլիոն բնակչությամբ այլևս գոյություն չի ունենալու։ Իրանի մի մասը եւս գոյություն չի ունենա, բայց Իսրայելը ընդհանրապես չի լինի։ Բայց հաշվի առնելով, որ ես այդ տարբերակը կա, բայց նվազեմ գտնում, կարծում եմ, որ այն 3 միջուկային օբյեկտներին, երբ Միացյալ Նահանգների B2 ռմբակոծիչները հարվածեցին այդ հակաբունկերային
հրթիռներով եւ տարօրինակ կերպով այդ տարածքում ընդհանրապես ռադիացիոն ֆոն չեղավ։ Հարվածից հետո պետք է լիներ, որտեղ այդ տարածքում գտնվում էր ցենտրիֆյուգները, որոնք սովորական ուրանից ստանում էին հարստացված ուրան, պլուտոնիում։ Այսինքն եթե հարվածը հասներ այնտեղ, պայթյունից ռադիացիոն ֆոն էր լինելու։ 3 օբյեկտներում էր ռադիացիոն ֆոն չկար։ Սա նշանակում է, կամ այդ հրթիռները չեն հասել բուն նպատակին, իսկ ասում են 80-ից 120 մետր խորության վրա են գտնվում այդ ցենտրիֆյուգները, հա։ Իսկ հրթիռը, որ խոցվել է, մոտ 60 մետր է իջնում։ Տարբերակ կա, տարբերակ B հասել են այդտեղ, բայց եւ ուրանը եւ ցենտրիֆյուգները արդեն հանել են, որտեղ կան նկարներ, որոնք բեռնատարներով այդ տարածքից դուրս են գալիս 3-4 օր առաջ։ Այստեղից ես կարող եմ ենթադրել հետեւյալը։ Այդպես Իրանի հոգևոր առաջնորդը Սեյիդ Ալի Խամենեին աղոթք արել եւ աղոթքի ժամանակ երևի լուր է ստացել, որ մի 4 օրից Միացյալ Նահանգները հարվածելու են եւ ժամանակն է, որ այդ ամենը դուրս բերեն։ Հիմա ԱՄՆ-ի նախագահը ասում է վերջ, առավոտյան ժամը 8-ից Իսրայելի ժողովուրդը հանգիստ ապրելու։ Այդ մի օրը Իրանը ի հակազդեցություն կամ ԱՄՆ-ի նախագահի այդ կեցվածքին 24 ժամվա ռեժիմով սկսում է հրթիռակոծել։ Այսինքն ոչ մի խաղաղություն չկա, բայց այստեղ ԱՄՆ-ի նախագահը գիտեք ինքը ինչ ասում է, ես հաղթեցի, ռումբերը դրեցինք, Իրանում խաղաղությունը իհարկե սուտ ասում, ակնհայտ սուտ չէ։ Ես կարող եմ ենթադրել, դեմքը փրկելու պատճառ կա, այսինքն պարսիկները կամ Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարությունը իրականում իմացել են ԱՄՆ-ի ռմբակոծման մասին հենց ԱՄՆ-ից։ Հանել են նախորոք, ԱՄՆ-ի դեմքը փրկելու խնդիր ունի Իսրայելի եւ ՆԱՏՕ-ի մոտ ինքը հրթիռակոծում է, բայց դե հիմա հրթիռակոծեց արդյունքը չի երևում։ Իրանը ասում է ես էլ հաղթեցի, որտեղ իմ միջուկային օբյեկտները ես պահել եմ, սկզբունքորեն միջուկային օբյեկտը ինքը տարածքը շինություն չի, ինքը ցենտրիֆյուգն է, մեկ էլ հարստացված ուրանն է։ Ես պահել եմ, Իսրայելի կեսը ավերի մեջ է, ցանկացած բան այդ Իսրայելի մնացած մասն է կարող ավերել, ընդ որում ասեմ ձեզ Իրանից դեռևս նոր է հիպերձայնային արագությամբ հրթիռները թռչում, ինչ այդ Իսրայելի հոբ համակարգը իդեմս երկաթյա գմբեթի փաստացի արդյունավետությունը իջել է մինչև 20%, այսինքն 100 հրթիռից հարվածում է 20 հրթիռի։ Եվ այստեղից հետևություն, Իսրայելն էլ վերջում ասելու է, որ տեսեք Իրանին խեղճացրեցի եւ այդ երկիրը մի 100 տարով հետ գցեցի։ Իսրայելի վարչապետն էլ դա պիտի փաստարկի իբր ինքն էլ է հաղթել, բայց գործնականում արձանագրենք հետեւյալը։ Մոնդիալ աշխարհը չկայացավ իդեմս գլոբալիստների կամ խորքային պետության, deep state-ի։ Դա չկա։ Դա փոխարինվեց ուժեղ Ամերիկա, միաբևեռ Ամերիկա կառավարումը, այս երկուսն էլ համաշխարհային տիրապետություններ։ Տրանսազգային կորպորացիաներով գլոբալիստների համաշխարհային տիրապետությունը այլևս չկա, սա արձանագրում ենք որպես իրող։ Անգլիան է ինչ որ խաղեր տալիս, փորձում ցույց տալ եւ այլն, բայց չկա։ Հիմա ԱՄՆ-ն էլ է պարտվում, այս Իրանի դեպքերը ցույց տվեցին, որ միաբևեռ արդեն աշխարհը գլոբալիստների, ոչ գլոբալիստների, այլ ուժեղ ամերիկապետության, որտեղ ինքը հեգեմոն պիտի դառնար, սա էլ պարտվեց։ Ավասիկ հիմա աշխարհի նոր մոդելն է ծնվում, որը կոչվում է բազմաբևեռ աշխարհ։ Այս դրա համար է խիստ կարևորում Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումը, որտեղ նաև քաղաքական հայտարարություններ եղել, մասնապես Ռուսաստանի կեցվածքը Ուկրաինայի հետ կապված, որպես մեկ ժողովուրդ եւ մեկ տարածք իրենց հարցերը լուծելու եւ որից մեկը քիթը չի խոթելու այդտեղ, հա։ Անհրաժեշտության դեպքում, եթե հանկարծ Ռուսաստանի դեմ կեղտոտ ատոմային ռումբ օգտագործի, Ռուսաստանը պատասխանելու է խիստ եւ այդպես շարունակ, ընդ որում բավական հետաքրքիր վերլուծություն կար Պուտինի նախագահ Պուտինի խորհրդականներ, որը տնտեսագետ է մասնագիտությամբ, նրա խոսքները շատ կարևոր եւ հիմնավոր եւ մեզ համար տեսանելի, այսինքն եթե Հայաստանում իշխանափոխություն է լինում, նոր իշխանությունների ներքին արտաքին քաղաքականության հիմնական վեկտորները անվտանգային, տնտեսական, գաղափարական, հոգեվոր ոնց պիտի ձևակերպվի նոր կազմավորող աշխարհում։ Այսինքն որ երկրները, ովքեր այս նոր կազմավորող աշխարհում շուտ մտնում են այդ օղակի մեջ, այդ միության մեջ, իրենք շահեկան են դուրս գալիս։ Ով ամենավերջումն է մտնում, նա կորցրած է դուրս գալիս։ Հիմա Փաշինյանը ամեն ինչ անում է, որ այդ նոր կազմավորվող աշխարհում Հայաստանը լինի ամենավերջինը եւ ամենաշատ կորցրածը։
Իդեպ sense ծանր դեպք մենք ունեցել ենք 1920 թվականին, ցավոք սրտի, սա մեր երկրի քաղաքական էլիտայի համար ներկայիս այդ թվում նաև ընդդիմադիր դաշտ չեղավ։ Ասեմ ձեզ, բոլշևիկյան Ռուսաստան դեմ կռվում էր Անտանտան։ Ուրեմն Անտանտան համարյա կազմալուծվել էր, բայց Հայաստանի առաջին հանրապետությունը, եզակի պետությունն էր, որը Անտանտայի անդամ էր։ Պատկերացնում եք, այսինքն Անտանտան համարյա գոյություն չուներ, բայց Հայաստանը նախանձախնդիր կերպով Անտանտայի միավոր էր դարձել։ Եվ այս առումով մեր ընդդիմությունը ունի եզակի շանս ժամ առաջ սրանից ազատվելու, ունի, որտեվ մի նոր դրոշ առաջացավ, իմաստավորված դրոշ, դա անձի դեմքով չի դեպ ասում։ Այդ դրոշի վրա առաջին հերթին հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ իր պաշտպանները։ Հիմա առաջին շարքում որպես հալածյալ, որպես բանտարկված, առաջին շարքում այդ պաշտպանները Սամվել Կարապետյանն է, այսինքն երկու կարևոր գործոն է առաջացել, իդեպ ասեմ ձեզ։ Սա միգուցե մեսիջը մեր ընդդիմությանը, խոսքս 3 նախագահների մասն է եւ դաշնակցությանը, որ այս դրոշի շուրջ համախմբվեն։ Թե ինչ քայլեր տարվի, ես կարծում իրենք կքննարկեն ինչ քայլեր տարվի, ինչպես ժամ առաջ այս հարբեցող ծաղրացուից եւ իր տերերից։ Այսինքն այստեղ խնդիրը նույնիսկ Փաշինյան Նիկոլը չի։ Այստեղ խնդիրը Թուրքիան է, Ադրբեջանը եւ Բրիտանիան։ Դրանցից պետք է ազատվել։ Բայց եթե ժողովուրդը կամք դրսևորի, ես կարծում եմ, այդ օկուպացված վիճակը կարող է թոթափել։ Իսկ այսօր ամենանպաստավոր, ես չեմ կարծում, որ նման նպաստավոր վիճակ է եղել, որտեղ իշխանությունների, ասենք այսպես, անպատժելի հոգեվիճակով քայլերի արդյունքում ինքը բերեց գեներացրեց մի վիճակ, որտեղ եկեղեցին դարձավ դրոշ, որտեղ եկեղեցու պաշտպանները դարձան դրոշ եւ Իրանի Իսրայելի այս հայտնի ռազմական բախման արդյունքում, երբ փաստացի եւ գործնականում Իրանը դառնում է հաղթող կողմ, իր երկու չերևացող դաշնակիցներով Ռուսաստանով եւ Չինաստանով, այսինքն չերևացող ասելով նկատի ունեմ, որ նրանք առանձնապես չեն էլ կեցված դրսևորում իրենց ռազմատեխնիկական համագործակցության, բայց գործնականում ես որպես ասենք որոշակի գնահատական տվող առաջին, երկրորդ, երրորդ օրվանից հետո հակաօդային պաշտպանության միջոցները, որոնց մի մասը ոչնչացվել էր, ուրեմն դիվերսիոն խմբերի կողմից Իրանում շատ արագ վերականգնվեցին։ Այդ թվում նաև ռուսական որոշ հոբ միջոցներ են խիստ էֆեկտիվ աշխատում։ Եվ այստեղից հետևություն, որ այս դեպքերը կանգնելուց հետո շատ բնական է, որ մեզ մոտ Հայաստանի Հանրապետությունում պահանջ լինի ուղղակիորեն Փաշինյանին հեռացնել, եւ դա շատ արագ պետք է արվի, որտեվ եթե դանդաղ արվում, Ադրբեջանը, օրինակ Ադրբեջանը, Թուրքիան, դու գիտեք, BRICS-ի գործընկեր անդամ են, արդեն իրենք այդ միավորի մեջ են, Շանհայի կազմակերպության անդամ են տնտեսական։ Հայաստանը դեռևս ներքաղաքական լարումների հորձանուտում է եւ մեր քաղաքացիները եւ Փաշինյան Նիկոլը տապակվում։ Դա համար ժամ առաջ այս իրավիճակը փոխելու խնդիր կա։ Եվ վերջին հարց, այդ օրը, որ Փաշինյանը մեկնում էր Թուրքիա, արդեն ուրեմն ճանապարհին էր, նույն ժամանակահատվածում ներքին հանդիպությամբ ադրբեջաների կրակեց, այս մասով ինչ սպասել։ Դες 3 ամիս կրակում է 3-4 ամիս։ Հիմա մի կրակոց եղել է, չգիտեմ, այդ կրակոցները սովորաբար այնքան պատահական կարող են լինել։ Ես ինքս սահմանում ծառայել եմ, գիտեմ, այդ կրակոցները սովորաբար ոնց են առաջանում։ Ասենք մեկի ծնունդն է, զինվորներից ընդ մեկի, որտեղ կարան այդպես մեկը գինովցած կրակի կամ հրամանատարը խնդիրներ ունի։ Իր ներքին խնդիրները լուծելու համար բարկությունից սկսում է կրակել։ Սկսած այդ դեպքից վերջացած, երբ որ հրամանով են կրակում։ Հիմա ես դժվարում եմ ասել, այդ մի կրակոցը ինչ է ցույց տալիս։ Կարող է Ալիևը ասում էր Էրդողան ավագ եղբայր, ես այդքան էլ համաձայնչում եմ պայմանավորվածությունները, որ դու Փաշինյանն հետ ունեցել ես։ Ընդ որում ասեմ ձեզ, այդ հանդիպման օրը, երբ կառավարական տարբեր շինությունների մոտ ոստիկանության զորքեր էր կենտրոնացած, դա պատական չէր։ Ես կարող եմ ենթադրել, որ Փաշինյանը ինչ-որ բան տեղ հուշագրի տեսքով ստորագրել է Թուրքիայում։ Ուղղակի մտավախություն ունեն, որ եթե այդ հուշագրի մասին բացաձայնվի, ապա ուղղակի ժողովուրդը փողոցա իջնելու, գրոհելու կոնկրետ կառավարական շենքերը։ Դրա համար
այդ ստորագրած հուշագիրը կամ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը տեսախցիկի առաջ դա առայժմ պահվում է գաղտնիությամբ ներքո ինչ որ մի պահ հետո հրապարակելու ակնկալիքով իդեպ ասեմ 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում երբ տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայի եւ եվրոպական կառույցներից մեկի ղեկավարի խավորությամբ Արցախի ուղակի հանձնումը Ադրբեջանին դրա մասին նույն օրը որևէ մեկը չէր իմացել այսինքն դա գաղտնի է պահվել հետո է արտահոսք եղել չեմ բացառում որ Թուրքիայում եւս նման բան լինի եւ ինչ որ ժամանակ հետո դրա մասին բարձրացան Դե նաև ասում եք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում են զրոյական կետից ծանոթ ապերտությունը չէ Գիտեք, էսի մեկ-մեկ որ խոսում է կամ գրում է, իմ մոտ միշտ նույն ասոցիացիան է։ Ավան հոգեբուժարան պալատ համար 6, ընդ մի մահճակալ կա։ Ինչ ասում եք կներեք, էլի ողբերգական ձևով իրականություն է։ Ուրեմն նայեք, չէ, դե գնահատականը ինչ ասել է զրոյական կետ։ Հիմա որ ասես ինչ ասել է զրոյ, մի հիմարություն դուրս է տալու։ Այնպես ինչպես օրինակ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանը որպես խաչմերուկ էր ինքը դեմ չի մեծ Թուրանին։ Մեկ ասի այ ուրոդ դեգեներատ դու ընդհանրապես գիտես մեծ Թուրանը ինչ է մեծ Թուրանի քարտեզ տեսել ես դու մեծ Թուրանը միացյալ բանակ միացյալ բանկ հարավային Կովկասից հսկայական տարածքների հավաքնություն այդ թվում այդ նույն մեծ Թուրանը մինչև Ալթայա գնում նրա հավաքնությունները եւ այդ հավաքնությունները զսպող քանի պետություն կան որոնք որից է ձեւ թույլ չեն տալու հիմար խոսում է մեծ Թուրանա ինքն էլ իր ակնանի հեծանիվով այդ մեծ Թուրանում խաչմերուկ է էլի գնում գալիս է Բայց այս դեգեներատներին պետք է իշխանության բերեն, որ երկիրը ավելել։ Բայց խնդիրը իրա մեջ չէ, խնդիրը իրա մեջքին կանգնած ուժերի մեջ է։ Իրա մեջքին ուժեր են կանգնած, պետություններ են կանգնած։ Այդ առումով ինքը եզակի է, երկրորդ Փաշինյան չկա։ Բայց ձեզ վստահեցնում եմ, որ քանի որ աշխարհի նոր ձևն է արդեն կայացել, խոսքս BRICS-ի մասին է։ Եվ Իրանի, Իսրայելի այս ռազմական գործողությունների ավարտից հետո թուրքական աշխարհը, որի պապան եւ պապայություն անող իրականում Բրիտանիան էր, իրանք հանգիստ վեր են ընկնելու իրանց տեղը։ Անկամ Ամերիկայի նախագահը, ես կարծում եմ, հանգիստ նստելու է իր տեղը հերթական բազմաթիվ ստերից հետո, որտեղ ոչ թե աշխարհը միաբևեռ կառավարում էր, դրանից որը հաջորդեց մոնդիալ աշխարհի, այսինքն համաշխարհային կառավարություն, այլ բազմաբևեռ, եւ սա իրողությունն է։ Եվ Հայաստանը ուզի չուզի այդ նոր աշխարհակարգում եւ BRICS-ում մեզ համար Իրանը ամենակարևոր պետությունն է։ Իդեպ ինչպես Ռուսաստանի համար հյուսիս-հարավ միջանցքում։ Գիտեք ինչի։ Որտեւ Հայաստանը BRICS միակ պետությունն է Իրանը, որի հետ սահման ունենք ֆիզիկապես։ Այդ թուրքական աշխարհը նաեւ ինչու է ուզում այդ սահմանը մեզանից օտարի եւ վերցնի։ Հասկանա։